Մեկնարկեց Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի Կորլիպ 14-րդ տարեկան հանդիպումը։ Այն անցկացվեց Եվրաժամի Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստին զուգահեռ։ Այն միավորում է Արևելյան գործընկերության երկրների և Եվրոպայի տեղական ու տարածաշրջանային առաջնորդներին մի նպատակով՝ ուժեղացնել ժողովրդավարությունը, խթանել բարեփոխումները և զարգացնել գործակցությունը համայնքների միջև։ Հաշվի առնելով Արևելյան գործընկերության զարգացումը, որը հանրության համար մնում է ռազմավարական կարևոր նշաձող, հատկապես տարածաշրջանային այսպիսի փխրուն ժամանակաշրջանում, երբ տեղի են ունենում ռուս-ուկրաինական հակամարտությունները, մեզ համար առանցքային նշանակություն ունի աջակցության տրամադրումը Ուկրաինային։ Սա կօգնի կայունացնել տարածաշրջանը և Արևելյան գործընկերության երկրներին թույլ կտա խաղաղ ապրել։ Այս առումով պետք է ուշադրություն դարձնել նաև հայ ժողովրդի խաղաղության նկրտումներին։ Մենք այսօր կքննարկենք Եվրամիության նոր ռազմավարական մոտեցումը միջերկրածովյան շրջանի երկրների համար, քանի որ այնտեղ ևս կան Հայաստանի նման երկրներ, որոնք ուղիղ ելք չունեն դեպի ծով։ Ռազմավարական նոր մոտեցումը ինչպես Հայաստանին, այնպես էլ նմանատիպ մյուս երկրներին հնարավորություն կտա հաստատելու անդրսահմանային նոր հարաբերություններ ու գործընկերություններ, որոնք էապես կօգնեն այդ երկրներին զարգացնել շրջակա միջավայրի անվտանգությունը։ Եվրոնեստը և Կորլիպը կիսում են նույն նպատակները՝ աշխարհագրական շրջանակը և աշխատանքի մեթոդները։ Կորլիպը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնելու համայնքների ձայնը, այլև այն ներգրավելու քաղաքականությունների ձևավորման գործընթացում, որոնք ուղղակիորեն ազդում են քաղաքացիների վրա։ Մենք կիսում ենք այն նպատակները, որոնք դրված են Կորլիապի թիրախում, ուղղված տեղական և տարածաշրջանային մարմինների կողմից ժողովրդավարության, տնտեսության, տարածաշրջանային և երկարաժամկետ կայուն զարգացման ապահովմանը, ապակենտրոնացված կառավարման, համայնքների և շրջանների կառավարման կատարելագործման ուղղված նորարարական լուծումների ներդրմանը։ Իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավորություն է ընձեռնվել խորացնելու լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականությունը։ Արդեն ձևավորված թիմերին վերապահելով ավելի մեծ ծավալի լիազորություններ, մեծացնելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը հանրային կառավարման համակարգում։ Կարևորում եմ, որ մասնագիտական խումբը մշակել է Հայաստանի Հանրապետության 2027-2031 լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումները։ Քննարկման հիմնական թեմաներն են Եվրամիության նոր ռազմավարական մոտեցումը Սևծովյան տարածաշրջանի նկատմամբ, Արևելյան գործընկերության երկրների միջև ապակենտրոնացման ընթացիկ վիճակն ու հեռանկարները, նաև Կորլիպի 2025-29 թվականների գործողությունների ծրագրի քննարկումն ու ընդլայնումը։ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան խորը չեն եղել։ Պետք է նշեմ, որ Հայաստանի համար դժվար ժամանակներում Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանի կողքին է։ Այսօր առկա գործընկերությունների և նոր նախաձեռնությունների ետևում կանգնած է եվրոպական դիմակայության և Արչի պլանը, որը Հայաստանի Հանրապետություն ԵՄ գործընկերությունը կբարձրացնի ռազմավարական մակարդակի։ Երևանն ավելի քան 270 միլիոն դրամաշնորհային աջակցություն կստանա։ Միայն նախորդ տարի մենք աջակցել ենք 12,000 փոքր և միջին ձեռնարկությունների, ֆինանսավորել ենք տարբեր նախաձեռնություններ, որոնք ավելի քան 27,000 աշխատատեղ են ստեղծել Հայաստանում։ Եվրոպայի տարածաշրջանների կոմիտեն հրապարակել է վերլուծական աշխատանք, որը ներկայացնում է Արևելյան գործընկերության և ԵՄ ընդլայնման գործընթացում ներգրավված երկրների բարձրաստիճան կառավարման համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն, առանձնահատուկ շեշտադրելով տեղական և տարածաշրջանային իշխանությունների լիազորությունները։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։